Բարև Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր ապրիլի 7-ն է, երեքշաբթի։ Իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների նախաձեռնությամբ խորհրդարանում այսօր արտահերթ նիստ է գումարվել։ Քննարկվում է ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու հարցը։ Ըստ հիմնական զեկուցող Արուսյակ Ջոլհակյանի, փոփոխությունները միտված են քվեարկության նկատմամբ վերահսկողություն նախատեսող արգելքի համար գործիքի լավարկմանը։ Առաջարկվում է սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանք շփոթելու աստիճանի նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր։ Դաշինքի անունը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ։ Մյուս փոփոխությամբ քվեաթերթիկը անվավեր է ճանաչվում, եթե այն կամ ծրարը ներառում է որևէ գրառում կամ նշում, կամ ծրարում բացի քվեաթերթիկից առկա է ցանկացած այլ իր։ Ընդդիմությունը քննադատել է այս փոփոխությունը, նշելով, որ ոտքի վրա նախագիծ են բերել ու ընտրություններից 2 ամիս առաջ ընտրական օրենսգիրք են ցանկանում փոխել։ Ընդդիմությունը նաև պնդում է, որ այս փոփոխությունները հատկապես անվանումների մասով ազդելու են ամբողջ ընտրարշավի գործունեության վրա։ Ուզում հասկանամ, հրատապությունը որն է, դեռ գրանցումներ չկան, դեռ որևէ բան չկա, այսինքն երկրագունդ էլիտա առանցքի շուրջ չեր պտտվի, արևի շուրջ չեր պտտվի, եթե օրինակ սա մտներ օրակարգ գալիք երեքշաբթի։ Ինչու է հրատապ, արդյոք աշխարհը փուլ կգա, աշխարհը հազվադեպ դեպքերում է փուլ գալիս, ոչ, փուլ չի գա, իսկ ինչու ոչ երեքշաբթի, որովհետև երկուշաբթի օրվանից ապրիլի 13-ից կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների գրանցման գործընթացը մեկնարկելու է, ապա դրանով եւ պայմանավորված հրատապ է։ Երեքշաբթի արդեն ապրիլի 14-ն է, չենք հասցնի, պարոն Խաչատրյան։ Այս գործընթացը ինքնին հակաիրավական է։ Կապ չունի, թե դուք ինչ պատճառաբանություն եք դրել, տեխնիկական ենք, նախադասությունը կեսից ջնջվել էր եւ այլն, դուք օրենսդրություն եք փոխում ընտրական ընտրություններից 2 ամիս առաջ։ Եվ եթե ինչ-որ մեկ ասում է, որ սա հիմնարար փոփոխություն չի, լուրջ եք ասում։ Ընդդիմադիր ամենամեծ քաղաքական մասնակցության հայտ ներկայացրած ուժը արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն դուք օրենք եք ներկայացնում, որը սահմանափակում է եւ արգելում է դա անել, լուրջ։ Այստեղ չի կարող, դե լրջությունը ու դուք, պարոն Հակոբյան, այդքան էլ համեմատելի չեն։ Այստեղ չի կարող քննարկվել այս գործընթացի օրինականությունը, բովանդակության մեջ նույնիսկ մտնելու իմաստ չկա, որովհետև ցանկացած տրամաբանության մեջ ընտրական օրենսգրքի կայունության կանոնի տեսանկյունից ու շատ այլ տրամաբանության մեջ նման գործընթաց իրականացնելը անթույլատրելի է։ Ուստի պատիվ ունեմ խմբակցությունը բնականաբար դեմ է քվեարկելու թե դրան օրակարգին ընդգրկվելուն, օրակարգին բուն եւ թե բուն օրինագծին, երբ որ դրա ժամանակը գա։ Կարող է արդյոք Հայաստանում ընտրություններին մասնակցել ուժեղ Քյաբաբ Ստյոպի մոտ անունով կուսակցությունների դաշինք թե չէ։ Հիմա այս հարցն է քննարկվում։ Մեր ընդդիմությունը մեզ ասում է, որ եթե ուժեղ Քյաբաբ Ստյոպի մոտ դաշինքը չի կարող գրանցվել, ուժեղ Քյաբաբ Ստյոպի մոտ անձնանուն բառը չի կարող լինել այնտեղ, հետևաբար սա հարված է ժողովրդավարությանը եւ հետևաբար ոչինչ էլ չի կարող լինել։ Ժողովուրդ ջան, ես անկեղծորեն չեմ հասկանում։ Ձեր դարդը թողած գնացել եք 8 երկրի քաղաքացու դարդն եք լացու։ Դուք ձեր դարդը լացեք, հատկապես որ լացելու շատ բան ունեք։ Պարոն Մամիջանյանն եկել այստեղ Վենետիկի բանից է խոսում։ Պարոն Մամիջան, ձեր կուսակցությունից այն օրն է 50 քանի հոգի ձերբակալվել վաղար շաբաթի ընտրություններում, կներեք իրենց բարերով ասած 20 մանետ բաժանելու համար, բայց վերջում էլ այդ կանայք, որոնք որ ձերբակալվել են ձեր կուսակցական կաշառք բաժանելու համար, շատ ճիշտ բան են ասել։ Ասում սրիկա են, իրանք փողը իրանց են պահում, մեզ ոչ մի կոպեկ չեն տալի, այ դրա համար էլ ընդդիմություն չունենք, մեր ընդդիմությունը կերվավ, ձեր բնութագրումը ձեր կուսակցական ընտրատասովշիկները արդեն իսկ տվել են, հարգելի գործընկերներ, մի եկեք այստեղ Վենետիկ բան, տենց բարձրարժեք բաներ մի խոսացեք, հազար ներողություն։ Իսկ ինչ վերաբերվում է բուն օրենքի նախագծին, սիրելի գործընկերներ, նորից եմ կրկնում, ձեր դարդը լացեք, հատկապես որ լացելու շատ բան ունեք։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչման ուղղված աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերի եւ միջոցառումների օրակարգային հարցերին եւ նախաձեռնություններին, որոնք միտված են շոշափելի արդյունքների շարունակական ապահովմանը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է էներգակիրների մատակարարումները եվրոպական հաճախորդներից տեղափոխել այլ շուկաներ, քանի որ Եվրոպան բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմի պատճառով այլևս չի ցանկանում գնել ռուսական էներգակիրներ։ Ըստ նրա, երբ աշխարհը մտել է օրեցօր խորացող էներգետիկ ճգնաժամի փուլ, էներգակիրների շուկան ու շուկայական պայմանները լիովին փոխվել են։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ այլընտրանքային աղբյուրներից ստանում են մեծ թվով հարցումներ եւ բանակցում են իրավիճակը առավելագույն չափով համապատասխանեցնելով սեփական շահերին։ Այսօր լրանում է Իրանին Միացյալ Նահանգների տված 48-ժամյա վերջնաժամկետը։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ եթե Իրանը չհամաձայնի գործարքին, ինքը երեկոյան կհրամայի հարվածել կամուրջներին եւ էլեկտրակայաններին։ Թրամփի հայտարարությանը Ֆրանսիան է արձագանքել, հայտարարելով, որ քաղաքացիական օբյեկտներին հարվածելը դեմ է պատերազմական կանոններին։ Վերջնաժամկետի ավարտից ժամեր առաջ Միացյալ Նահանգների նախագահը մամուլի ասուլիսում խոսեց Իրանի մասին։ Դարձյալ հայտարարեց դեռ շաբաթ օրը տված վերջնական ժամկետների ու պայմանների մասին։ Ամբողջ երկիրը կարող է ոչնչացվել մեկ գիշերվա ընթացքում, եւ այդ գիշերը կարող է լինել վաղը գիշերը։ Թրամփն ուղղակի բաց տեքստով կրկնեց այն, ինչ գրել էր սոցիալական էջում՝ թիրախավորել կամուրջներն ու էլեկտրակայանները, եթե գործարքի չգնան։ Թրամփի այս հայտարարություններին կտրուկ արձագանքեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը։ Քաղաքացիական եւ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները արգելված են պատերազմի կանոններով, միջազգային իրավունքով եւ անկասկած կհանգեցնեն Իրանի կողմից պատասխան քայլերի։ Հնարավոր պատասխան քայլերի մասին Իրանում իսկապես հայտարարել են։ Մասնավորապես այդ մասին խոսել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը, Թրամփին մեղադրել անխոհեմ քայլեր անելով Միացյալ Նահանգներին դժոխքի մեջ ներքաշելու համար։ Ապա նաև հայտարարել, որ Թրամփը ենթարկվում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հրահանգներին։ Մի սխալվեք, դուք ոչինչ չեք շահի պատերազմական հանցագործություններով։ Միակ իրական լուծումը Իրանի ժողովրդի իրավունքները հարգելն ու այս վտանգավոր խաղը դադարեցնելն է։ Մեր զինուժը հստակ հայտարարել է, եթե իրանական ենթակառուցվածքները հարձակման ենթարկվեն, մենք նույն կերպ կպատասխանենք։ Մեր զինուժը կհարվածի նմանատիպ ենթակառուցվածքների, որոնք պատկանում են Միացյալ Նահանգներին կամ նպաստում Իրանի դեմ նրա ագրեսիային։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմեդ Ղալիբաֆը հատուկ ուշադրության է արժանանում արևմտյան մամուլում։ Բանն այն է, որ նախկին զինվորականին ու փորձառու քաղաքական գործչին համարում են Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև հաղորդակցության գլխավոր միջնորդը, թեև ինքը դա հերքել է։ Ղալիբաֆից ժամեր հետո Իրանի նախագահ Փեզեշքյանը եւս արձագանքեց Միացյալ Նահանգների նախագահի սպառնալիքներին, հայտարարելով, որ ինքն էլ իրանցիներն էլ պատրաստ են կյանքը տալ երկրի պաշտպանության համար։ Ավելի քան 14 միլիոն հպարտ իրանցիներ այս պահի դրությամբ հայտնել են իրենց պատրաստակամությունը զոհելու իրենց կյանքը ի պաշտպանություն Իրանի։ Ես եւս պատրաստ եմ եղել կամ ու պատրաստ կլինեմ զոհվել հանուն Իրանի։ Գործնականում ինչի շուրջ են հաղորդակցությունները Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև։ Reuters գործակալությունը հղում անելով իր աղբյուրներին ասել է, թե Միացյալ Նահանգներն ու Իրանը ստացել են ռազմական գործողությունները դադարեցնելու ծրագրի շրջանակը։ Ամերիկյան Axios-ը գրել է, որ առաջարկվում է անմիջապես 45 օրով հրադադար հաստատել։ Այդ ընթացքում կողմերը կբանակցեն խաղաղության համաձայնագրի շուրջ, որը կկնքվի երկրորդ փուլում։ Ընդ որում հրադադարը կարող է երկարաձգվել, եթե բանակցությունների համար լրացուցիչ ժամանակ պահանջվի։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, ում անունը չի նշվում, Reuters-ին ասել է, որ ստացել են առաջարկը եւ քննարկում են այն։ Սակայն Թեհրանը հայտնել է, որ չի վերաբացի Հորմուզի նեղուցը հրադադարի դիմաց, քանի որ կարծում է, որ Վաշինգտոնը պատրաստ չէ մշտական հրադադարի։ Օրեր առաջ անդրադառնալով պատերազմը ավարտելու թեմային Իրանի նախկին արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը Foreign Affairs ամսագրում տպագրված իր հոդվածում գրել է, որ Իրանը դիմադրության պատմական սխրանք է գործել, բայց որքան էլ պատերազմը շարունակելը սփոփիչ է Իրանի համար, այն կյանքեր կարժենա եւ ենթակառուցվածքներ կոչնչացվեն։ Ուստի Իրանը պետք է օգտագործի իր առավելությունը պատերազմը ավարտելու համար։ Իրանը կարող է առաջարկել սահմանափակումներ իր ատոմային ծրագրում եւ նավարկության վերսկսում Հորմուզի նեղուցով, բոլոր պատժամիջոցների ամբողջական վերացման դիմաց, հաշտություն, որը Վաշինգտոնը նախկինում մերժել էր, բայց հիմա հավանաբար պատրաստ կլինի ընդունել։ Իրանը նաեւ պետք է պատրաստ լինի չհարձակվելու մասին պայմանագիր կնքել Միացյալ Նահանգների հետ։
Զարիֆը նաև ասել է, որ Իրանը կարող է տնտեսական համագործակցություն առաջարկել Միացյալ Նահանգներին, ինչը հաղթանակ կլինի երկու ժողովուրդների համար։ Կրիստինա Լոգուլյան, Հորիզոն։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ գրոհել է Սաուդյան Արաբիայում նավթաքիմիական արդյունաբերության ձեռնարկությունների վրա, նշելով, թե դրանք կապեր ունեն Միացյալ Նահանգների հետ։ Ավելի վաղ հաղորդվել էր իսրայելա-ամերիկյան ուժերը գրոհել են Շիրազի եւ Իրանի հարավում գտնվող Ասալույե շրջանի նավթաքիմիական ձեռնարկությունների Իրանի Խարկ կղզուն, որը երկրի նավթի արտահանման գլխավոր հանգույցն է։ Պահապանների կորպուսը նաև հայտարարություն է տարածել, ըստ որի Իրանի զինված ուժերը Իսլամական Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների վրա Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարձակումներից հետո այլևս զսպվածություն չեն ցուցաբերի Մերձավոր Արևելքում ամերիկյան ենթակառուցվածքների դեմ պատասխան հարվածների ընթացքում։ Այդ հայտարարությամբ ելնելով բարիդրացիության սկզբունքներից իրենք ցուցաբերել են զգալի զսպվածություն եւ հաշվի են առել որոշ սահմանափակումներ, բայց այժմ դրանք վերացվել են։ Ամերիկյան Օրիոն տիեզերանավը ավարտել է լուսնի շուրջ իր պտույտը եւ այժմ վերադառնում է երկիր։ Մոտ 7 ժամ տևած անցման ընթացքում տիեզերանավը գիտական հետազոտություններ է անցկացրել եւ լուսանկարել է լուսնի մակերևույթի 3 տասնյակից ավելի օբյեկտներ։ Ամենամոտ գտնվելու պահին տիեզերանավը եղել է լուսնի մակերևույթից 6550 կիլոմետր հեռավորության վրա։ Տիեզերագնացները տեսել են, թե ինչպես են երկնաքարեր ընկնում լուսնի մակերևույթին։ ՆԱՍԱ-ի տվյալներով Արտեմիս 2 առաքելությունը ապրիլի 10-ին կվերադառնա երկիր, վայրեջք կատարելով Խաղաղ օվկիանոսում։ Օրիոն տիեզերանավը արձակել է ծանր SLS հրթիռով Ֆլորիդայի Քեյփ Քանավերալ ռազմաօդային կայանից ապրիլի 1-ին։ Ապրիլի 4-ին կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատները աղմկահարույց տեսանյութ հրապարակեցին, ահազանգելով մի խումբ անձանց կողմից շնամարտի կազմակերպման մասին, ինչ հետևանք է ունեցել այս դեպքը եւ արդյոք հայերը ունեցել են շնամարտի ավանդույթ։ Մանրամասները ռեպորտաժում։ Հայնաշնամարտերը։ Ապրիլի 4-ին ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվեց կենդանիների պաշտպանությամբ զբաղվողների հրապարակած այս տեսանյութը կից գրառմամբ։ Խնդրում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը արձագանքել։ Իսկ տեսանյութը մի խումբ անձանց կողմից շնամարտի կազմակերպման մասին էր։ Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ միջադեպին անմիջապես արձագանքել են համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները։ Նրանք կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, խուլիգանության եւ ֆիզիկական ներգործության կասկածանքով ձերբակալել եւ քննչական կոմիտե են ներկայացրել 3 անձի, բացի այդ ներքին գործերի նախարարության ոստիկանության բաժնի պահպանվող տարածք է տեղափոխվել 5 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 8 շներ։ Արդեն երեկոյան դեպքի մասին մանրամասներ ներկայացրեց Դինգո թիմի ղեկավար Օվսաննա Հովսեփյանը, հայտնելով, որ ինքը եւս եղել է շնամարտի անցկացումը խոչընդոտած կենդանասերների շարքում, իսկ շնամարտի մասին նրանք նախապես էին ահազանգ ստացել։ Ժամը 10-ին եղել ենք տեղում, չոլ էր, լոկացիով ենք գտել, բարեբուն իմաստով լրիվան մարդաբնակ չոլ, որտեղով անգամ մեքենա չեն անցնում, ու մենք 4 աղջիկներով այդ մի խումբ տղամարդկանց մեջ իհարկե սցենարի պետք է վախենայինք, բայց քանի որ մենք այս կենդանի պաշտպանության գործում ինչ ասես չենք տեսել, մենք էլ ոչ մի բանից ռեալ չենք վախենում։ Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքի փաստով նախաձեռնվեց նաև քրեական վարույթ։ Վարույթը նախաձեռնվել է ֆիզիկական ներգործության, խուլիգանության եւ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հատկանիշներով։ Սպիտակում տեղի ունեցած աղմկահարույց դեպքը միակը չէ։ Մեկ ամիս առաջ էլ Արտաշատի համայնքային ոստիկաններն էին շնամարտ կազմակերպելու դեպք բացահայտել։ Շներին եւ այլ կենդանիներին միմյանց դեմ հանելու դաժան զվարճանքները գալիս են դեռևս հին Հռոմից, որտեղ նման մարտերը հանրային ներկայացումների մաս էին։ 18-ից 19-րդ դարերում այս երևույթը նոր ձև ստացավ Միացյալ Թագավորությունում, վերածվելով շունը շանդեմ կռիվների։ Չնայած արգելքներին, դրանք գաղտնի շարունակվեցին եւ տարածվեցին նաեւ Միացյալ Նահանգներում եւ այլ երկրներում։ Այսօր երևույթը լայնորեն դատապարտվում է եւ համարվում է անօրինական ինչպես մեր, այնպես էլ աշխարհի շատ երկրներում։ Հատկապես շնամարտանողներն ասում են, դե բա այս գամփռների կռիվը պետք է որ գայլի դեմ դուրս գան։ Վայ, ինչ եք խոսում։ Այդ նույնն է ոնց որ ասես մեկին կարատե են պարապել տալիս, որ բոքսյորի դեմ հանեմ։ Ախր վերջապես պետք է հասկանաք, որ գայլի եւ շան կռիվը էականորեն տարբեր են։ Հարցակվելու ձևը, մարտավարությունը, ամեն ինչ։ Գամփռը դեմ կռվելով, գայլի դեմ կռվել չի սովորում։ Կենդանասերները ահազանգում են այս ամենն արվում է զվարճանքի ու գումար վաստակելու համար։
Իսկ ինչ է լինում այս կռիվներում պարտվող շների հետ։ Հաճախ տարբեր վերքերով շները ուղակի սատկում են։ Լինում են դեպքեր, երբ վիրավոր շունն այլևս տիրոջը այսպես ասած պետք չի գալիս, եւ նրանց ուղակի բաց են թողնում փողոց բախտի քմահաճույքին։ Իսկ հայկական գամփրը պարզապես շուն չէ, այն հայկական լեռնաշխարհի կենդանի խորհրդանիշն է, հազարամյակների պատմություն ունեցող հավատարիմ ընկեր եւ անփոխարինելի պահապան։ Ընդհանրապես մարդկության, ամբողջ մարդկության պատմության մեջ ամենահին շան տեսակը, ամենահին շունը, առաջի կարելի ասել շունը հենց գամփրն է, գերխեղդը։ Հայերը սակայն հնում շնակռիվ կամ շնամարտ չեն ունեցել։ Մեծ այդ զրույցում դա փաստեցին թե ազգագրագետները եւ թե Հասմիկ Բաղրամյանը։ Հակառակը մեր վերաբերմունքը շների նկատմամբ եղել է շատ ավելի բարձր եւ հայկական բնավորության մարմնավորումը հենց գամփր շունն է։ Այսինքն այս շան խորհրդանիշը մեր մշակույթում սահման պահող հավատարիմ էակներ են, կամ այդպես հեքիաթային կերպարներ, Ասլան Ղափլան, որոնք կանգնած են դռան մոտ ու ոչ մեկի ներս չեն թողել, որովհետև ստեղից են կողմ իրանց ասվածը ոչ մեկի ներս չթողես, հավատարիմ են, ընկեր են ու հովվի կողքն են անընդհատ։ Այստեղից էլ հովվաշուն բառն ունենք։ Սարերում հոտի մեջ ապրող շներն ունեն չգրված իրենց օրենքները։ Կռվում են, երբ իրենք են որոշում, խեղդում են, երբ հոտին վտանգ է սպառնում եւ երբ անկոչ հյուրերը գայլերն են լինում։ Մեր էպոսներում, հեքիաթներում, առասպելներում ու պատմվածքներում մշտապես շունը ներկայացվել է որպես դրական կերպար։ Մեր առօրյա խոսակցության մեջ էլ հայտնի է այս արտահայտությունը։ Մի դռան շան պես յոլա գնացեք, որովհետև շներ իրար հետ չեն կռվում։ Կարող է կռվեն, դա բնության մեջ կարող է տենց բան լինի։ Բնության մեջ շունը համարվում է հավատարմության խորհրդանիշ, սակայն պատահում է այնպես, երբ կենդանին ագրեսիվ է լինում իր իսկ տիրոջ նկատմամբ։ Այստեղից էլ շունը տիրոջը չի ճանաչում արտահայտությունը։ Սա էլ բացատրում են նրանով, որ հաճախ տերն ինքն է փոխվում, եւ շունն էլ չի ճանաչում ու վնասում է նրան։ Ու եթե մենք հայերս մեզ կորցնենք, մեր դիրքը, մեր տեսքը փոխենք, այն աստիճանի, որ հայկական օրենք, հայկական սահմանադրությունն ու արդարության օրենքները հայկական չճանաչեն մեզ հայերից, որտեղ մենք շատ ենք փոխվել, այլ հայից բան չի մնացել։ Առաջինը մեզ կգզեն հենց մեր առասպելական շները։ Կենդանասերները բոլորին են հորդորում չլինել դաժան։ Ոստիկաններն էլ զգուշացնում են, կպատժվեն բոլոր նրանք, ովքեր կխախտեն օրենքը։ Տիգրան Հակիմյան, Հորիզոն։ Արտչելլո 2026 միջազգային փառատոն առաջին անգամ դասական երաժշտության բացառիկ համերգային ծրագրով ներկայացել է Գյումրիում։ Ռումինացի, սերբացի եւ շվեյցարացի հանրահայտ թավջութակահարները ելույթ են ունեցել Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ։ Հնչել են համաշխարհային հռչակ վայելող կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Էմոցիոնալ եւ մեղեդային ներդաշնակությամբ բացվեց համերգային երեկոն։ Շվեյցարացի հանրահայտ ջութակահար պրոֆեսոր Դենիս Սևերինի եւ անսամբլային եւ նվագախմբային գործիք թավջութակը երաշտի ձեռքերում հնչում էր թեթև։ Պրոֆեսորին ներդաշնակորեն լրացնող սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմը դասական ստեղծագործություններին հաղորդում էր ամբողջական հնչողություն։ Անտոնիո Վիվալդիի, Պաբլո դե Սարասատեի, Ջովաննի Սոլիմայի, Մարտին Ուլիխանյանի կոմպոզիտորական ստեղծագործությունները, կոնցերտները գրված հատուկ թավջութակի համար հնչում էին նվագախմբի հետ։ Համերգային ծրագիրը Գյումրիում Արտչելլո 2026 միջազգային փառատոնի շրջանակներում եզակի նախաձեռնություններից է։ 2018 թվականից փառատոնն ամեն տարի անցկացվում է տարբեր երկրներում, համախմբելով դասական երաժշտության առաջատար կատարողներին։ Ճանաչված թավջութակահարներ Ռազվան Սումանի, Դարագան Ջորջևիչի, Դենիս Սևերինի ցանկությունն է եղել հայ երաժիշտների հետ նույն բեմում հանդես գալ։ Փառատոնի առանցքային նպատակներից մեկն արդեն իրականություն է։ Համատեղ առաջին փորձից արդեն պարզ էր, որ նվագախմբի երաժիշտները բարձր պրոֆեսիոնալիզմ ունեն, եւ սա մեզ ոգեշնչեց համատեղ համերգ կազմակերպելու համար։ Նպատակը մեկն է՝ դառնալ կամուրջ հանրահայտ երաժիշտներին մեկ բեմում համախմբելու եւ հանրությանը նրանց հետ ծանոթացնելու, հոգեվոր դասական արվեստը ավելի շատ երկրներում տարածելու գործում։ Շատ կարևորում ենք Գյումրիում դասական երաժշտության ավելի լայնածավալ, ավելի մեծ տարածում ունենալը։
եւ թույլ տվեք ինձ իհարկե այս նրբությունը նկատել, որ մեզ համար առաջնահերթ է Հայաստանում եւ հայ ունկնդրին մատուցել գեղեցիկ երաժշտություն։ Իհարկե, եթե ստանանք առաջարկներ, սիրով կհամաձայնենք, քանզի արդեն մենք պատրաստ ենք մեծ բեմերի։ Արտչելո միջազգային փառատոնը, որն արդեն հասցրել է նվաճել Գերմանիայի, Ռումինիայի, Չինաստանի եւ Շվեյցարիայի հեղինակավոր բեմերը, այս տարի համերգներով հանդես է եկել նաեւ Լեհաստանում եւ Վրաստանում։ Առաջին անգամ Գյումրիում նախաձեռնված համերգով եզրափակվեց փառատոնի երաժշտական տարին։ Փառատոնը ձևավորում է որակյալ լսարան աշխարհի տարբեր անկյուններում, ավելացնում հետաքրքրությունը դասական արվեստի նկատմամբ։ Բոլորը ուրախ եւ զարգացած հանճարեղ երաժիշտներ են եւ իրենց որպես օրինակ այսպես փուճուրներին ցույց տալը, որ մեծանաց դու էլ կարող ես լինես sense բեմերում եւ նվագես sense ստեղծագործություն, դա մեր ամենակարևոր առաքելությունն է։ Եվ իհարկե հանդիսատեսին հաճույք պատճառել է եւ ամենակարևորը ինքներս ենք վայելում բեմը եւ երաժշտությունը։ Փառատոնը ունի նաև մեկ այլ կարևոր առաքելություն՝ դառնալ կրթական միջավայր եւ փորձի փոխանակման հարթակ կոնսերվատորիաների տարբեր բաժիններում սովորող երիտասարդների համար։ Մինչ ամերիկային երեկոն Գյումրիում հանրահայտ թավջութակահարները անցկացրել են վարպետաց դասեր եւ հանդիպումներ ուսանողների հետ։ Պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում անցկացրեցին վարպետության դասեր քաղաքի բոլոր, սկսած ամենաառաջին քայլերը կատարող թավջութակահարներից մինչև արդեն կոնսերվատորիայի ուսանողներ եւ փառատոնը միայն համերգային այսպիսի շքեղ կատարումների շարք չէ, այլ նաեւ նվագարանի կատարողական արվեստում խորանալու, զգալու դրա գաղտնիքները եւ իհարկե մեծ վարպետներից մեծ դասեր ստանալու։ Այս կարևորագույն երաժիշտների ներկայությունը Գյումրիում մասնագիտական լսարանի եւ ուսուցչական եւ կատարող երաժիշտների համար բացառիկ հնարավորություն է, վստահ եմ դրանից այլ պրոդուկտներ ծնվելու են, որովհետեւ հակառակը անհնար է։ Թավջութակահարների հետ համագործակցությունը հավակնում է դառնալ շարունակելի։ Նոր կազմով եւ ընդլայնված ձևաչափով Գյումրիում դասական երեկո ունենալու ծրագրեր են նախատեսում ճանաչված երաժիշտները։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Հայ առաքելական եկեղեցին այսօր ապրիլի 7-ին նշում է Սուրբ Աստվածածնի ավետման տոնը։ Այն խորհրդանշում է Գաբրիել հրեշտակապետի կողմից Մարիամին Հիսուսի ծննդյան ավետից տալը։ Այս տոնը հռչակված է որպես օրհնության օր մայրության բերկրանքին սպասող կանանց։ Եկեղեցիներում Սուրբ Պատարագի աղոթական մաղթանք է կատարվում եւ օրհնություն են ստանում ապագա մայրերը։ Ապրիլի 7-ը Հայաստանում հռչակված է նաեւ որպես մայրության եւ գեղեցկության տոն։ Եվ եղանակի մասին հյուսիս-արևմուտքի ցուրտ ճակատի ներխուժման պայմանավորված ապրիլի 9-ից 10-ը հանրապետությունում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Այդ օրերին նշված հատվածներում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում 20-ից 50 սանտիմետրով։ Սպասվում է նաեւ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Ապրիլի 8-ից 10-ը առանձին շրջաններում սպասվում է քամուշ գնացում 24-ից 27 մետր վարկյան արագությամբ։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։